Բարին ձեզ սիրելիներ, Աստծո օրհնությունը ամենքիս հետ լինի։ Ուրախ եմ հայտնել, որ այսօր նորից պիտի հոգեշահ զրույց ունենանք Տեր Սերոբ Քահանա Ազարյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր ջան։ Աստված օրհնի Հովհաննես ջան։ Տեր հայր, շատ կուզեմ այսօր խոսենք մեր ամենասուրբ, ամենօրհնյալ Տիրամոր մասին, մեր մոր մասին։ Միայն ու միայն Աստծուն հավատացողը կհասկանա, թե ինչ բան է Տիրամոր սերը, նրա մայրական օրհնությունը, նրա քնքշությունը, նրա բարությունը, նրա հոգատարությունը։ Ցավոք սրտի Տեր հայր, բազմաթիվ աղանդավորներ հայհոյում են մեր ամենասուրբ Տիրամորը։ Նրան համարում են խողովակ, նրան համարում են ինչ-որ սովորական մեկը, որը ոչ մի կապ չունի այլևս Տեր Հիսուս Քրիստոսի հետ, եւ անգամ փորձում են մեր եկեղեցու հավատացյալներին հավատացնել, որ դա այդպես է։ Մենք արդեն խոսել ենք, որ մեր ազգի մեջ տեղ է գտել տգիտությունը, եւ այդ տգիտության պատճառով Տեր հայր, անգամ եկեղեցու շատ զավակներ կասկածանքով են նցվում։ Վախենում են Տիրամորը դիմել եւ նրա աղոթքները խնդրել, նրա մայրական օրհնությունը խնդրել։ Մեկ-մեկ գրում են, թե մենք լսել ենք, որ չի կարելի։ Հա, ես բացատրում եմ, որ դուք լսել եք աղանդավորներից, աղանդավորի ասածը ոչինչ է, բայց սատանան չի հանգստանում, Տեր հայր։ Տիրամայրը ոտնակոխ արեց նրան, ջախջախեց նրա գլուխը։ Եվ նա ուզում է կարծես թե վրեժ լուծել, բայց մարդկանց միջոցով, որովհետև ինքը անձամբ ոչինչ չի կարող անել, եւ թշնամացնում է մարդկանց նրա հանդեպ։ Ինչպես գիտենք, անգամ վաղ քրիստոնեական շրջաններում, չէ, Տիրամորը որպես Աստվածածին չէին ուզում ընդունել եւ փորձում էին եկեղեցու մեջ պարակտում մտցնել, որպեսզի ոչ թե Աստվածածին ասենք, այլ Քրիստոսածին ասենք, այսինքն ոչ թե Տիրամորից ծնվեց, հա, Աստվածամարդը, այլ սովորական մի մարդ, դրա հետ մեկտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի աստվածությունը կասկածի տակ դնելով։ Եվ այսօր էլ աղանդավորները Տիրամորը համարում են ինչ-որ մի խողովակ, մեջ բերելով նաև այն հատվածը, երբ որ Տերը խաչի վրա Տիրամորը ասում է ով կին, ահա քո որդին, իբրև թե դրանով հրաժարվելով իր մորից։ Իհարկե նորություն չէ, որ աղանդավորները ծռում են Սուրբ Գիրքը ամեն կերպ, բայց Տեր հայր, խնդրում եմ խոսեք այս ամենի մասին։ Ես հասկանում եմ, որ միմիայն աստվածային շնորհով կարելի է Տիրամորը մոտենալ, նրա մայրական սերը զգալ։ Ես այդ ամենը հասկանում եմ, բայց նաև հասկանում եմ, որ լսելով մարդիկ կարող են փոխել իրենց կարծիքը եւ ի վերջո դիմել հենց Տիրամորը եւ խնդրել, որպեսզի իրենց համար բարեխոս լինի, իրենց մայրական օրհնությունը տա եւ սկսեն սիրել մեր ամենօրհնյալ Սուրբ Տիրոհուն։ Շատերը մտածում են, թե մենք սրանով աստվածացնում ենք Տիրամորը, բայց այդպիսի բան չկա իհարկե։ Ուզում եմ հիշել նաև Վաղինակ Ծայրագույն վարդապետի խոսքը, որ եթե որդին, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսը թագավոր է, ուրեմն իր մայրն էլ թագուհի է, եւ ով որ թագուհուն չի ընդունում, ով որ դեմ է թագուհուն, չի կարող որդու թագավորությունը մտնել։ Խնդրում եմ, Տեր հայր, բացատրեք մարդկանց, թե ինչու ենք մենք Տիրամորը այդքան սիրում եւ ինչու է նա աստվածածին։ Նախ ասեմ, որ տգիտությունը ոչ թե միայն Հայաստանում է կամ հայ ժողովրդի մեջ, տգիտությունը այսօր աշխարհի 4 կողմը տարածվում է, մանավանդ վերջին 20 տարիների ընթացքում, որով մարդիկ քիչ են գարթում, քիչ են դերծում եւ քիչ են հետաքրքրվում, ոչ թե պապակելով քիչ են գարթում, այլ քիչ են ընթերցում, որովհետեւ ցանկը այդպես է բերել այսօրերին տեխնոլոգիական հարաճացումների պատճառով։ Տգիտություն կա այսօր կրոնական նյութերի եղեցու եւ ընդհանրապես Սրբազան Մատյան Աստվածաշնչի հայրապանությանց առանց առնչված նյութերի շուրջ շատ մեծ չափով։ Այս ճշմարտությունները օրացողները գամավոր գուրությամբ են սպառվում, կամ էլ հետին օրակարգերով են շարժվում։ Երբ որ մարդիկ ասում են մենք լսել ենք, դա արդեն առաջին խոսքն է, որ կնշանակի, որ չեք հետապնդել գիտնալու համար ճշմարտությունը։ Ամեն մարդ չէ, որ աստվածաբանական լավ խորը գիտություն ունի այս թերի շուրջ։ Երբ որ ասում են մենք լսել ենք, դուք սխալ լսել եք։ Դուք լսել եք աղանդավորներից այն ինչ որ իրենք ձեզ ասել են եւ որովհետեւ ցեզի այդ ծավով ուղարկեն եկեղեցի։ Եվ անշուշտ այդ գիտությամբ աշխատել մայր եկեղեցու դեմ։
Նախ Աստվածածնի մասին, Աստվածածինը Սուրբ Եկեղեցու կողմից ճանաչվում է որպես ամենասրբուհի Սուրբ Գույս Մարիամ, ինչպես նաև Աստվածամայր եւ Դիրամայր։ Երբ ասում ենք ամենասրբուհի, որովհետեւ ինչպես գիտեք Սուրբ էր եղել եկեղեցու մեջ, որոնցից ամենամեծ սրբուհին դարձավ Սուրբ Գույս Աստվածածին Մարիամ ինքը, որովհետեւ Աստված զինք ընդրեց բոլորի մեջ են, որովհետեւ իր միջոցով աշխարհ ուղարկի իր որդին, որ մարտանալով դարձավ մարտացյալ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որովհետեւ Աստված երբ հրեշտակ ուղարկեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, ուղարկեց այն շատ խոնար Աստվածաբաշտ եւ Աստծո կողմէ շնորհք գտած մի գույսի մոտ, հրեշտակը սավ մի վախնար Մարիամ, որովհետեւ Աստծո շնորհքին արժանացար, ահա պիտի հաղանաս եւ զավակ պիտի ծնես, որ Հիսուս պիտի գոչես, անիկա մեծ պիտի լա եւ բարձրալի որդի պիտի գոչվի։ Եթե բոլոր մարդկության մեջ Աստված ընդրեց զինքը, որովհետեւ դառնա մարդկության փրկիչ Հիսուս Քրիստոսի մայրը, ինչպես կարելի է զայն նկատել որպես սովորական արարած, երբ հրեշտակը Աստծո շնորհքին արժանացար։ Երանի այն մարդու, որ Աստծո շնորհքին արժանանա այդ ծովով։ Երկրորդ կետ։ Նույն Աստվածաշունչը գրանցում է ամենակարևոր դողերը մեկը, որ գոչվում է Մարիամի օրհներկությունը։ Երբ Մարիամ հանդիպեցավ Եղիսաբեթի, Եղիսաբեթը նստավ գիներու մեջ օրհնյալ էստուն, եւ օրհնյալ է զավակը, որ գգրեց որովայնիտ մեջ։ Աստվածաշունչը ինքը արդեն ասում է, որ դարբեր եւ օրհնյալ գին է եւ ոչ թե սովորական։ Եվ ինչպես կարելի է բացատրել այն դողը, երբ կսե Աստվածածինը ասկե յետք բոլոր սերունդները Երանի պիտի դան ինձի։ Այո, բոլոր սերունդները Երանի դվին այն գնոջ, այն գույսին, որ դարձավ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մայրը։ Ուղղակի մարդ խելավագած պետք է լինի մի քիչ, որ կամ որովհետեւ սկսի նկատել Աստվածածնին ցածր ինչ որ մագարտագի անցը, որ հայտնության կերքի մեջ լուսին իր ոտքերի տակ արած էր եւ վիշապը, ինչպես նաև բոլոր աստղերը Երանի պիտի դային իրեն։ Մի քիչ երբ յետև գնանք, կտեսնենք, որ Աստվածածնի մասին կամ Սուրբ Գույս Մարիամի մասին ամենահնագույն նշումները կատարված են Հակոբոսի ավետարան գոչված կամ Նախավետարան Հակոբոսի գոչված գրքի մեջ։ Եվ այս բարականոն ավետարանը ամենահնագույն դրվագները կպատնե Մարիամի կյանքի մասին եւ իր ունեցած Տերը Հիսուս Քրիստոսի մայրը լալով։ Երկրորդ գիրքը որ գա, որ կգոչվի Եսայի համբարձումը։ Առաջին տարու վերջավորութենն միջև երկրորդ տարու միջին գրված գործ է եւ իր մեջ ունի 11-րդ գլուխը, որ Աստվածածին Մարիամի մասին բավական տեղեկություններ ունի, որոնք շատ մոտ են մեր ունեցած 4 ավետարաներուն։ Անգյանտին եւ մի քիչ ավելի ուշ Աստվածածնի մասին առաջին հիշատակումները կտեսնենք եկեղեցու Սուրբ հայրերեն առաջին օգտագործողներեն Աստվածածին կամ Աստվածագիր հունարենով Theotokos բառը եղել է Իրենեոս կամ Երանոս հայրաբեդը մոտավորապես 180 թվականին, երբ հիշատակած է Մարիամ Աստվածածնի Տերը Աստծո դրած ծրագրի մեջ մարդկության փրկության համար։ Ուրիշ հիշատակում տեղի ունեցած է Գյուրեղ Երուսաղեմացի կողմէ մոտավորապես 350 թվականին իր նամակները մեկու մեջ հիշատակելով Քրիստոսի աստվածության մասին, որ ծնավ Մարիամի միջոցով։ Ունիկ նաև հիշատակում Էպիֆանիոս Սալամիստիի կողմից մոտ 374 թվականին, երբ հիշատակ է սելով լինելով գադարյալ հորը գողքին եւ մարտանալով մեր մեջ, անիկա պերափոխեց մարդկությունը, ծնելով Սուրբ Գույս Մարիամ Աստվածածնի միջոցով Սուրբ Հոգիով։ Ամբրոզիոս Միլանացին, որ 377 թվականին գրած է որպես ով գա ավելի փառավորյալ, քան նա, որուն Աստված ընտրեց։ Գրիգոր Նազանյացին մոտ 382 թվականին գրած է. Եթե ովևէ մեկը համաձայն չէ, որ Սուրբ Գույս Աստվածածին Աստվածամայր է, ուրեմն ժխտում է Քրիստոսի աստվածությունը։ Ահա Սուրբ Գրիգոր Նազանյացի ամենակարևոր դողերը մեկը, եւ որի մասին ես միշտ հիշատակել եմ այն մարդկանց, որոնք չեն ընդունում Աստվածածին բառը։ Եվ եթե չեք ընդունում Աստվածածին բառը, կնշանակե չեք ընդունում Քրիստոսի աստվածությունը։
Եվ եթե չեք ընդունում Քրիստոսի աստվածությունը, կնշանակե, որ աղանդավոր եք։ Գյուրեղը Աղեքսանդրացին 427 թվականի ժամանակ գրած է. Եթե մեր Տերը Հիսուս Քրիստոս Աստված է, ինչպես կարելի է Սուրբ Գույսին չնկատել Աստվածամայր։ Այսինքն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մայրը։ Ապա թե ոչ, ինչպես կարելի է բացատրել Էմանուել բառը Աստվածաշունչի մեջ։ Պետք է ամեն գամավոր գույր իր աչքերը բացի եւ լավ գարթա Եսայի 7:14-ը, երբ կսե ահավասիկները ինք քեզ նշան պիտի դա, երբ ահա գույսը գամ մանգամարտուհին, որով եբրայերենի մեջ գրված է ալմա բառը եւ ոչ թե բետուլա, ալմա կնշանակե մանգամարտուհի, այսինքն նույն իմաստը գրեթե ունի, որ չամուսնացած, այսինքն գույս, պիտի հղանա եւ որդի պիտի ծնանի եւ անունը պիտի տնեն Էմանուել։ Եվ Մատթեոսի առաջին գլխում 20-րդ համարը կսե ահավասիկ գույսը պիտի հղանա եւ որդի պիտի ծնի եւ զայն պիտի կոչեն Էմանուել, որ կնշանակե Աստված մեր հետ։ 5-րդ դարուն հայտնվեցավ Նեստորիոս անունով անձը, որ Կոստանդնուպոլսի բادرյակն էր, չընդունեց Թեոտոկոս կամ Աստվածագիր բառը, որովհետև ըստ իր կարծիքին, որ եթե Սուրբ Գույս Մարիամին Աստվածագիր կամ Աստվածամայր կոչենք, կնշանակե թե Աստվածային ինչ-որ բնություն ծնավ գնոջմեմը, չեղարգել անոր ամբողջական մարդկային բնությունը, Քրիստոսի։ Այս ընթացքը սկսած էր Անդիոքի դպրոցեն, որ հայտնի էր Քրիստոսի աստվածային եւ մարդկային բնույթների միջև տարբերակման վրա շեշտադրմամբ եւ ուժեղ հակակրանք կցուցաբերեր աստվածածին տերմինի կամ բարի նկատմամբ։ Այս դպրոցի աստվածապանները կբնթեին, որ քանի որ աստվածային բանը, այսինքն լոգոսը հավերժական է եւ անստեղծ, Մարիամը չէր կարող լինել աստվածային բնույթի մայրը։ Անոր համար գնահանդրեին Քրիստոտոկոս, Քրիստոսագիր բառը օգտագործել, ենթադրելով, որ Մարիամը կգրեր միայն Հիսուսի մարդկային կողմը։ Այսինքն իրեն շեշտավորումը այդ էր, որ Աստվածածին Մարիամը ըստ իրենց կգրեր միայն Հիսուսի մարդկային կողմը եւ ոչ թե աստվածային։ Այս հերետիկոսությունը անշուշտ որձակեցավ ամբողջական դիեզերական ժողովի առիթ տվավ Եփեսոսի մեջ 431 թվականին, երբ այդ դիեզերական ժողովը դատապարտեց Նեստորիոսի ուսուցումները եւ հաստատեց եկեղեցվո հնակույն բառը Թեոտոկոս, Աստվածագիր կամ Աստվածածին բառը, Աստվածածին Մարիամի համար։ Եփեսոսի սուրբ ժողովն էր, որ շեշտեց Քրիստոսի աստվածային եւ մարդկային բնույթները մեկ բնության մեջ։ Ուրեմն այստեղ էր, որ Գյուրեղը Աղեքսանդրացին իր նշանավոր խոսքը ունի մեկ բնություն բանին մարմնացելով։ Շատ շնորհակալություն Տեր Հայր, Աստված զորացնի ձեզ։ Եվ երկրորդ վերջին հարցը տամ Սուրբ հայրերի մասին։ Մենք գիտենք, որ Սուրբ հայրերը, առաքելահաջորդ հայրերը, նրանցից հետո եկած հայրերը եկեղեցու սյուներն են, առաքյալներից հետո։ Եվ Աստված նրանց ընտրեց, որպեսզի նրանց միջոցով մեզ տա եկեղեցու սուրբ դավանությունը, սուրբ վարդապետությունը եւ այն խորհուրդներն ու ամեն ինչը, ինչ որ եկեղեցում կա։ Մենք գիտենք, որ նրանք եղան Սուրբ Հոգու բնակարան եւ տաճար, եւ աստվածային հայտնությամբ դա հաստատվեց։ Սուրբ Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղված 13-րդ գլխի 7-րդ համարում հստակ ասում է, որ մենք պիտի հետևող լինենք այն մարդկանց հավատին, ովքեր մեզ Աստծո խոսքն ասացին։ Եվ դրանից հետո նշում է, որ Տեր Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան, այսինքն չի փոփոխվում։ Հիմա այնինչ տրվեց մեր հայրերին, եկեղեցու ժառանգությունը դարձավ Տեր Հայր ջան, այսինքն Սուրբ Հոգու վարդապետությունը տրվեց մեր հայրերին եւ տրվեց եկեղեցու մեջ։ Ցավոք սրտի հաճախ վերջերս լսում եմ այսպիսի մի արտահայտություն տարբեր մարդկանց կողմից։ Դե հայրերը հնացել են, պիտի առաջ գնանք, պիտի նորը ունենանք եւ ընկնում են ինչ-որ տարբեր բողոքական հերձվածների մեջ, ընկնում են տարբեր աղանդավորական շարժումների մեջ, նրանցից են սկսում սովորել անգամ, ցավոք սրտի պիտի նշեմ Տեր Հայր ջան, եկեղեցու
զավակներ, ովքեր եկեղեցում են մկրտված, ովքեր անգամ պատարակներին կարող են մասնակցել, օգտվում են աղանդավորական գրականությունից։ Պատճառաբանելով, թե իբրև հայրերը հնացել են եւ իրեն ժամանակների համար են գրել, հիմա պիտի մենք առաջ նայենք։ Փաստորեն Տեր Հայր ջան, այս մարդիկ հնացած են համարում Սուրբ Հոգու վարդապետությունը, հնացած են համարում այն ամենը, ինչ որ Աստված տվել է մեզ։ Կխնդրեմ, որպեսզի սրա մասին խոսեք, Տեր Հայր ջան, որ հայրերը չեն կարող հնանալ եւ ովքեր հնացած են համարում հայրերին, ուրեմն հնացած են համարում հենց Աստծո տված մեր ժառանգությունը, Աստվածային հայտնությամբ տրված վարդապետությունը, Սուրբ Հոգու վարդապետությունը, եւ կարելի է ասել ամբողջ Սուրբ Գիրքը։ Խնդրում եմ, Տեր Հայր, բացատրեք մարդկանց, որ առանց հայրերի չկա ճիշտ ուղղափառ քրիստոնեություն եւ հավատք։ Այո, այս հարցը կարծեմ թե վերջերս նկատեցի, երբ աչքես անցավ ինչ որ նախկին հոգեվորական իմը խոսքերը եւ ուրիշ տեղեր, որ այս բոլորը դեսել եմ շատ անգամ աղանդավորներու կողմէ, որոնք ընդհանրապես ովևէ ժամանակ չեն ընդունում մեր եկեղեցու ավանդությունները, ասելով որ ինչ որ Աստվածաշունչի մեջ չկա, պետք չէ ընդունել։ Ումա Թեսաղոնիկեցիներուն երկրորդ նամակը բացենք, երկրորդ գլուխ 14, այնտեղ Պողոս առաքյալ շատ հստակ մեզ ասում է. հաստատում մնացեք եւ բահեցեք ավանդությունները, traditions բարը, որոնք մեզ սորվեցակ ըլլա խոսքով, ըլլա նամակով։ Պողոս առաքյալ ինքը առաջինը ասած է մեզ, հաստատում մնացեք եւ ամուր բահեցեք ավանդությունները, որ սորվեցակ մեզ ըլլա խոսքով, ըլլա նամակով։ Այսինքն եթե Պողոս առաքյալ խոսքով ինչ որ բան սորվեցուցած իր ժողովրդին, կնշանակի այդ պետք է բահվեր եւ ոչ թե մենակ ինչ որ կրված է։ Ինչ տարբերություն երբ որ առաքյալը բառը գսե խոսքով կամ գկրե։ Այսինքն կրվածը պետք է բահել, բայց խոսքովը չբահել։ Ուրեմն կնշանակի թե մենք գույր ենք եւ իսկապես դժվարություն ենք բամը հասկանալու։ Եվ գալով այն հարցին, որ ասեցիք, որ ավանդությունները կամ որ հայրապանությունը հնացած է։ Ցավոք վերջերս ինչ որ մեկը իր էջին վրա սկսած էր այդպես բաներ թույլ տալ ինքնին, ասելով որ հայրերը ավանդությունը հնացած են։ Ես ալ գսեի հետևյալը, եթե հայրերը հնացած են, ինչու՞ մար բادرակ մատուցանեք, որտեղ է նկատի բادرակի մատուցումը։ Եթե հայրերը հնացած են, ինչ է իմաստի եկեղեցու ունեցած ամբողջ իր ձեսին, իր գոյության հարուստ այն ժամանակաշրջանին, որ մեզ եկած է առաքելական ժամանակները։ Հայրերը աշխատած են մեր եկեղեցին գեղեցկացնել ամեն օր։ Եթե բացեք շարակնոցը, եթե բացեք այն քիրքերը, որոնք Աստվածաշունչ են, իհարկե դուրս կգտնվին, այս բոլորը հայրերը թողածն են, այսինքն այս բոլորը հնացած են։ Եթե հնացած են, կնշանակի Աստվածաշունչը ինքը հնացած է, որովհետև Աստվածաշունչը ինքը առաջին ավանդությունն է։ Հիմա բիցեն ինչպես ավանդություն է։ Այդպես բացատրեմ ինչպես ավանդություն է։ Ժամանակ մը գար առաջին տարու եկեղեցու մեջ, երբ նոր գտագարան գոյություն չուներ։ Կհասկանաք ասկեդը։ Այսինքն ժամանակ մը գար ամբողջ մոտ 200 տարի, որ նոր գտագարան գոչվածը չի գար եկեղեցու մեջ։ Եկեղեցին կընթանար մենակ 5 գտագարանի խոսքերով։ Երբ եկավ նոր գտագարան ուրեմն։ Եթե նոր գտագարան բերավ եկեղեցին եւ դրավ որպես կանոն եկեղեցու մեջ։ Ով դրավ այդ բոլորը։ Առաքյալներու հաջորդ հայրաբետները չդրին։ Ուրեմն այս Աստվածաշունչը, որ մարդ ունի իր ձեռքի մեջ, անիկա հասավցես մաս առ մաս, ժամանակ առ ժամանակ, Աստծո փրկագործության ժամանակաշրջաներուն, տարբեր տարերուն, տարբեր ժամանակաշրջաներուն, որ դրվեցավ մարդկության փրկության համար։ Շատ ժամանակ Աստվածաշունչը բերանացի էր, գրված չէր, հետո եղավ գրված, եւ հետո մաս առ մաս դրվեցավ այս մեկ խոշոր գրքի մեջ, որ գոչենք մենք այսօր Աստվածաշունչ, իր մասերով 5 դագարան, նոր գտագարան։ Ուրեմն, քիչ առաջ մորցա ասել ձեզ, որ երբ որ մարդիկ կասեն, թե Հիսուս Քրիստոս իր մայրը հանձնեց խաչին վրա, մայրը հանձնելը որն է։ Այսինքն այնքան հիմար պետք է լինի մեկը, որ այդպես սկսի դրամապանել կամ վերլուծել Քրիստոսի խոսքը, ահա քու մայրդ ասելով Հովհաննես առաքյալին, քանի որ ինքը գմերներ խաչի վրա եւ իր մայրը գահանցներ
Հովանես Արաքյալի խնամակալության, որպես իրեն հոգ տաներ։ Եվ հրաժարվելով մորից կնշանակե Հիսուս ինքը ամենամեծ բադվիրանագողը գտարնար, բադվիրանի խախտող գտարնար, երբ Աստծո առաջին օրենքները գխախտեր ասելով բադվե հայրդ եւ մայրդ, բադվե կնշանակե չես կարող հրաժարվել մորիցդ։ Մարդ եթե իր մորմի հրաժարվի, կդառնա դժոխքի ապրանք։ Հետևաբար այդ տեսակ հիմարություն թույլտվողին պետք է դա բացատրել առաջինը։ Ինչպես նաև հրեական հալախայի օրենքի առաջին մեծակույն ոտնագողումները մեկն է, իմիջիալոց հրեա օրենքներին դուրս հրեա ավանդությանց մեջ այնքան գեղեցիկ տողեր կան, որ գսե, օրինակ եթե մեկը գսե, մայր ձախողը Աստված ձախող է, օրինակ։ Որ իր մայրը գծախի, իր Աստվածը ձախողը պես է։ Կամ որ գսե իր մայրը գծախի, իր հայրենիքը ուրացածի պես է։ Այս տեսակ գեղեցիկ տողեր կան, օրինակ ասենք Միշնայի մեջ կամ Տալմուդի մեջ, որ կարդացել եմ։ Համենայն դեպս կարևորը այն մարդը, որ գսե ավանդությունները հնացած են, կամ հայրապանությունը հնացած է, ինքը ուղղակի եկեղեցու ուղղափառ վարդապետությանն դուրս եկած մարդ է, եթե այդպես բաներ դուրս տա։ Որևէ մարդ, որ ուղղափառ քրիստոնյա կոչվի, չի գնար հայրապանության գոչել հնացած։ Որով հայրապանությունը շարունակությունն է առաքելական եկեղեցվո, առաքելական եկեղեցին շարունակությունն է մարգարեությանց, մարգարեությունը շարունակությունն է հայրաբետներին, հայրաբետները շարունակությունն է նահաբետներին եւ բոլորը յետևի շարունակություն են Աստծո փրկագործական այն հսկայական ծրագրին, որ Աստված դրավ ի սկզբանե մարդկության փրկության համար, մեղանչող մարդկության համար։ Այն օրվան է, որ մարդ մեղանչեց, Աստված դրավ փրկագործության ծրագիրը։ Եվ ահա ինչպես քիչ առաջ ասի, այդ շարունակական շղթայական գաբով հասավ մինչև մեր օրերը։ Այսօր մենք եթե պիտի աշխատենք մարդկության փրկագործության համար, եթե այսօր մենք մեր երկրի մեջ տեսնում ենք այս աղանդավորական հսկա շարժումը, այսինքն այն աղանդավորները, որոնք այսօր կժբրին եկեղեցվո թեմ իրենց լեզուները երկարելու, մեր եկեղեցվո թեմ աշխատելու, ամեն բան անում են ոչ թե այս կամ այն անձին թեմ խոսելու, այլ մեր եկեղեցին ոտնագող խնելու թրթված թուրսեն, այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանի պես թշնամական երկիրներու կողմէ տրված օրագարկերով այդ մարդիկ աղանդավորական իրենց այս ցակումով, ընթացքով, օրագարկով, իրենց մտածելակերպով բոլորն ալ ունին իրենց մտքի մեջ շեղվածությունը, հերետիկոսությունը եկեղեցվո հայրաբետներու կողմէ տրած գեղեցիկ շղթային, որը սկսավ Քրիստոսի բադվերով, որ կացեք եւ մգրդեցեք բոլոր աշխարհը եւ շարունակվեցավ առաքյալներով, հայրաբետներով, սուրբերով, նահատակներով միջև մեր օրերը։ Առաքյալ ինչ կնշանակե։ Առաքյալ կնշանակե մենակ այդ քարերու մեջ են առաքյալները, այսօր չի կա առաքյալներու կորզունեություն։ Ուրեմն ինչու համար առաքյալական եկեղեցի ենք այսօր մենք, եթե առաքյալություն չունենք։ Եթե առաքյալություն չունիս հայրաբետներու հետ, ուրեմն առաքյալական չես։ Եվ եթե առաքյալական չես, ուրեմն հերետիկոս ես։ Այսինքն եթե առաքյալներու ջամփային չես ընտանար, քո համար նոր ջամփա ես ստեղծել, ուրեմն հերետիկոսության ջամփի մեջ ես։ Հայրաբետները չեն հնանում։ Մարդիկ են, որ հերետիկոսության մեջ են ընկնում։ Հայրաբետների կրազները շարունակությունը առաքյալների դված սուրբ շավեղին։ Եվ առաքյալները ինչ որ գրեցին սուրբ ոգիով ներշնչված։ Որով երբ որ իրենք առաքյալ էին առաջին տարուն, մենք այսօր առաքյալ ենք 21-րդ տարուն։ Եվ այդ ջահը պետք է փոխանցվի դեպի 22-րդ տարը, 20-րդ տարը, 24-րդ տարը, մինչև այն օրը, որ Քրիստոս մեր Տերը կվերադառնա իր երկրորդ գալուստով։ Հետևաբար այս պետք է մտքի ունենալ, որովհետև ոչ Աստվածաշունչը հնացող է, ոչ եկեղեցու սրբազան ավանդությունը հնացող է, ոչ հայրապանությունը հնացող է, ոչ եկեղեցու սրբությունը Սուրբ Հոգու միջոցով, որ դրված է թարերու ընթացքին, Աստվածապանություն ուսանողից սկսած միջև ամենահայտին խոնարհ քրիստոնյաները, որոնք հազիվ գրել կարդալ գիտեին եւ որոնք իրենց արյունը տվին Քրիստոսի համար։ Այս մարդիկ չեն հնանար եւ բիլի չհնանան, որով եկեղեցու ատնությունը գրված է մարտիրոսակրությամբ, գրված է Քրիստոսաշավի այդ ճանապարհով, որ մեր հայրերը տվեցին մեզ։ Մեր հայրերը շատ գրել կարդալ չգիտեին։ Եվ անոնք շատ լավ գիտեին, որ ոչինչ կհնանար, այլ միշտ Սուրբ Հոգին է, որ նորոգողն է եկեղեցվո եւ հոգիների։ Այս բոլորը նկատի առնելով ապրինք ամուր մեր եկեղեցին 4 կողմը,
շրջապատենք մեր եկեղեցին մեր սիրով, մեր հավատարմությամբ, առանց ովևէ ժամանակ թույլ տալով ովևէ աղանթավորի, ովևէ բղձափերանի, ովևէ եկեղեցու թեմ աշխատողի, ովևէ օդար օրագարկերով առաջնորդվածների, որ մեր եկեղեցին ովևէ բան թելադրեն։ Այս եկեղեցին անկագդելի է։ Այս գեդը չհասկացողը պիտի զարնվի Քրիստոսի ժայրին եւ փշրվի։ Թող լավ իմանան, որ եկեղեցին գա պիտի մնա հավիդյան իր սուրբերով։ Ամենավերջում ուզեի շնորհակալություն հայտնել Դարձյալ Ծես Հովհաննես այս գեղեցիկ առիթին համար։ Հուսով ենք, որ կշարունակենք այս առիթները, որովհետեւ մեր ժողովուրդը հերու մնա ըսկուշանա աղանդներից, ավելի պատրաստված լինի հերետիկոսությանց դեմ, որովհետեւ կարողանան ամեն հարցումի պատասխան տալ եւ երթալով զարգացնե իր ունեցած ուսումը իր եկեղեցու մասին եւ աջիլ մեծնալ Քրիստոսի Սուրբ Հոգու շնորհքներով ամեն օր։ Շնորհակալություն Դարձյալ այս առիթին համար եւ Դարձյալ գանտիվենք։ Ձեզ ենք շնորհակալ, Տեր Հայր, նորից ու նորից Աստծո զորությունը բոլորիս հետ լինի։ Սիրելիներ, հետևեք մեր էջին, որովհետև խոսելու ենք ամենատարբեր թեմաներից։ Ըստ Սուրբ Գրքի եւ Սուրբ Հայրերի մեկնությունների խոսելու ենք ամենակարևոր թեմաների շուրջ։ Խոսելու ենք Սուրբ Գրքի բովանդակության մասին, իմաստի մասին։ Մեր այս զրույցների շնորհիվ նորովի կբացահայտեք Սուրբ Գիրքը ձեզ համար։ Կհասկանաք Սուրբ Պատարագի իմաստը, կհասկանաք ինչպես պիտի պահեք ձեզ եկեղեցում։ Շատ բաներ կհասկանաք եւ արդեն սիրով կանեք, որովհետեւ խոսելու ենք ոչ թե երևակայական ինչ որ բաների մասին, այլ խոսելու ենք քրիստոնեական բուն արժեքների մասին։ Խոսելու ենք մեր Սուրբ ժառանգության մասին, խոսելու ենք Սուրբ Հոգու թողած ժառանգության մասին, որը մերն է, բոլորինս, եւ մենք պիտի այն պահենք ամեն գնով, եթե մենք այսօր կորցնենք այդ ամենը, եթե մենք այսօր մոռանանք մեր հայրերի ժառանգությունը, որը նույն Սուրբ Հոգու ժառանգությունն է, ապա կկորչենք եւ մեր հետքն անգամ չի մնա այս աշխարհի վրա, ոչ այստեղ կմնա, ոչ էլ անանց կյանքում, որն ավելի վատ է։ Ուրեմն սիրելիներ, սիրենք մեր սրբերին, սիրենք մեր հայրապետներին, սիրենք մեր սրբուհիներին, սիրենք բոլոր նրանց, ովքեր մեզ Աստծո խոսքն ասացին եւ առաքյալների այդ առաքելությունը իրենց վրա վերցնելով նրանցից հետո պահպանեցին ուղղափառ հավատքը։ Եվ այսօր մենք խոսում ենք այդ ամենից։ Եվ վերջում պիտի խնդրեմ ձեր աղոթքները։ Խնդրում եմ, որպեսզի աղոթեք ինձ համար, Տեր Սերոբ Քահանա Ազարյանի համար, աղոթեք բոլոր հոգևորականների համար։ Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում, մարտակից եղեք մեզ ձեր աղոթքներով։